Ողջույն մեր YouTube-յան դիտորդներին, մենք ոչ տուրիստական Իտալիայում ենք, գտնվում ենք ամենաբարի քաղաքի կողքի Polignano Amarայում։ Ինչ կասեք Արշակ ջան այս քաղաքի մասին։ 2025 թվականին այս քաղաքը ճանաչվել է ամենաբարի քաղաքներից մեկը։ Այստեղի մարդիկ ճանաչվել են սրտով բաց ամենաբարի մարդիկ, ովքեր որ շատ լոյալ են տուրիստների հանդեպ։ Սա քո տեղն է, Արշակ։ Դու պետք է տեղափոխվես այս քաղաք, մեկ էլ դու ես այդքան քաղաք։ Բարի մարդիկ են, մենք խփեց դեն չի հանի։ Ահա, հենց հիմա գտնվում ենք Սիրտդ կհանեն կտան։ Հա, հենց հիմա գտնվում ենք իրենց ամենահայտնի պլաժի մոտ։ Ուրեմն կարծես թե միակ տեղն է, որտեղ կարելի է լողալ, այսինքն սիրուն երկու ժայռերի արանքում է գտնվում։ Տեղերը ուղղակի ժայռերն այնքան բարձր է, չես կարող իջնել ջրի մոտ, այս ամենացածը։ Ու գիտեք, իրականում ասում են, որ աշխարհի տարբեր վայրերից լողորդները, ովքեր սիրում են ցատկել, գալիս են, այստեղ մրցույթներ են կազմակերպում, որ այս ժայռերից թռնեն ջուրը։ Չգիտեմ։ Քանի կադեր ունեմ հեռախոսը, կարած կփորձենք տեղադրենք որտեղից են թռնում մարդիկ։ Հա։ Այսօր հուլիսի 6-ն է, ես ճիշտ ասած գալուց առաջ շատ ուժեղ մտավախություն ունեի, որ Եվրոպայում անոմալ շոկ է եւ մենք շատ ենք շոկելու ու ըստ իմ պլանների օրվա առաջին կես մենք պետք է գնայինք ծովում լողենք, օրվա երկրորդ կես արդեն ավելի դեպի հով ժամանակը կզբոսնեինք քաղաքով, բայց արի ուտես, որ այսօր շատ մեղմ, մի քիչ էլ սառը քամի է։ Եվ մեր պլանները մի փոքր այդ առումով փոփոխվեցին։ Հիմա պետք է լինեինք այնտեղ, բայց քաղաքում փոփոխում ենք։ Բայց քանի որ քաղաքը շատ փոքր է, մենք շատ երկար ժամանակ այստեղ չենք անցկացնի, մենք հյուրանոցը հատուկ ենք այստեղ ընտրել, որովհետև նախ եւ առաջ հասանելիությունը այս քաղաքից մինչեւ մյուս քաղաքներ կարելի ասել հավասար է։ Եթե մենք բարի քաղաքում վերցնենք, բարից բավականին հեռու կլիներ այս թևը։ Իսկ այս կողմից արդեն ոնց որ sense կենտրոնական տեղում ու դու ծրվում ես, կարաս օրական մի քանի տեղ միանգամից գնաս, շատ հարմար է։ Իդեպ մեքենայի կանգնելու տեղն էլ տենց խնդիր չէր փաստորեն, կարողացել ենք պարկովքի տեղ գտնել, քայլելու տեղերը շատ է, ուտելու տեղերը համով են, բարի մենք հասանք ուղիղ չվերթով Երևանից, չվերթները մի քիչ անհարմար էին այն առումով, որ չես կարողանում հանգստանալ, որտեղ առավոտվա ժամը 4-ին մենք այդտեղից թռել ենք, ու ժամը 5:50 տեղ ենք եղել, չնայած նրան, որ թռիչքը տևում է 3:30-ից 3 ժամ 50 րոպե։ Ամեն դեպքում, երբ որ մենք իջանք այստեղի այերապորտից դուրս գալու պես մենք վերցրեցինք մեր մեքենան ու բարից տեղափոխվեցինք դեպի Polignano, որտեղ մեր համարը չտվեցին ու մենք թափառականի նման ժամանակ անցկացրեցինք այս քաղաքում շատ երկար տանջվելով, տառապելով։ Ես զոմբի էի, կոնկրետ չէի դիմանում արդեն։ Քայլելով քնում էինք ուղղակի։ Այսինքն քնած ինձ բերել հասցրել են Polignano։ Այսօր առաջին օրն է ինչ մենք արդեն ունենք։ Yay! Մեծ լավ weekend։ Երբ որ իջանք այերապորտ, մի անգամից այս հրաշքին վերցրեցինք։ Այս հրաշքին ես ամրագրել էի դեռևս Հայաստանում։ Վճարել եմ, քանի որ ուշ եմ ամրագրել, երևի թե օրական 40 եվրո եմ տվել։ Եթե շուտ ամրագրած լինեի, օրական 25 եվրո կստացրեր։ Ինշուրանսը իր մեջ Renault Twingo, Peugeot Auto, շատ թեթև։ Ահա։ Մեխանիկական փոխանցման տուփով, բայց ոչինչ, ես քշել գիտեմ։ Գնում ենք ուրիշ քաղաք։ Լացինք։ Կես ժամ ճանապարհ են գնալու։ Համենա։ Ես իդեպ պատրաստված եմ գալիս, հեռախոսի պահի չէ, որ այն անպայման ինձ հետ վերցնում եմ։ Եկել մեքենայի զայդաշնիկ, որովհետև սա մեքենաների մեջ չկա, ամեն դեպքում կարող է անգամ էս իր USB-ն չաշխատի։ Դրա համար վերցնում եմ, պատրաստված գալիս եմ։
որտեվ YouTube-ում բլոգ ակցում sense երկերը։ Ափսոս։ Գորիս ենք հասնում ենք, սա էս տաթև ճանապարհն արսիչ։ Մեզ մնաց 14 րոպե։ Հետաքրքիր է մեզ ինչ է սպասվում այնտեղ։ Շատ քիչ էր հավանական, որ մենք ինչ-որ ծանոթ կտեսնենք Պոլիգնանոյում, բայց երբեք հավասար չէր 0-ի ու ինչ հայ։ Արշի հաճախորդներից, Արսանիկը մենք էինք նկարել։ Եվ որ քայլում ենք մեր համում, մեկ էլ բարև ձեզ, Արշակ ջան։ Каково это? Когда тебя узнают во всех уголках этого мира. Նենց հաճելի բան է, նենց հաճելի է, երբ որ ծանոթ մարդու ես տեսնում, նենց տեղ, որտեղ որ դու չես էլ պատկերացնում, այսինքն դու անգամ չես սպասում, որ ինչ որ հայերեն խոսացող մեկին կհանդիպես, առավել ևս, որ կհանդիպես քեզ ճանաչող մարդու։ Ահա։ Մեկ էլ ստե խոսքի մեր բարեկամներից տեսնենք։ Հա, օձունեցի։ Օձունեցին։ Մենք հասանք Alberobello։ Alberobello։ Trulli Alberobello։ Trulli Alberobello։ Attenzione. Ar? Եկա։ Փաստորեն այս տանիքների կառուցման համար չի օգտագործվել ցեմենտ, իրանք 4 ուկլատկա են ասում, երբ որ առանց ցեմենտ են կառուցում, դա դրա համար արված, երբ որ թագավորական հարկ հավաքողները գալիս են, տանիքները արագի մեջ հավաքում են, yani իրենք հարուստ չեն, տուն չունեն, մեղք են եւ այլն եւ այլն։ Տենց պատմություններ կա ստե իդ կախված, ճիշտն ասած, եթե ինչ-որ պատմական փաստ գիտեք այս տեղի մասին, կարող եք ասել, մենք չգտանք ինչ-որ պատմական փաստ։ Իրականում ոնց էր Սանտորինին ինչ-որ չափով հիշեցնի, եթե տանիքները նույնձև սպիտակ լինեն, էլի։ Գնամիք։ Տրոլի։ Ասեմ որ Սանտորինիի նման է։ Բայ հենց նոր է տեղ խոսում։ Ահա։ Նման է Սանտորինին։ Ու ոնց է հենց տուրիստական քաղաքն է։ Կարծում եմ այստեղ առանձնապես չեն էլ ապրում։ Տուրիստների համար սարքած քաղաք է։ Այս պայսակը բարձրու, այս հրախասը բարձրու, այս դուքարի, այս թետիկը դերից իշտը։ Դավայ։ Ինչքան սիրուն եմ։ Հələ գտեսեկում եմ, որ է վարուսիկ, ինչ կա։ Մինչ այլոց արևը բացվեց ու արդեն արևի տակ բավականին շոկ։ Դրա համար թաքնվում ենք ծառերի տակ։ Այսպես տեղա։ Մարդիկ էլ մի տեսակ շատացան։ Մի խոսքով խորհուրդ եմ տալիս, այս քաղաքը արժի ստե գալ հաստատ։ Մարդ սենց անհավես կգա։ Նայեք, ինչ անհավես է գալիս։ Սիրուն քայլի մի հատ, մեջ կձիկ։ Չեմ կարող չնշել, որ այս քաղաքը համեմատած մեր քաղաքի մի քիչ ավելի թանկոտ է, այսինքն չեկը մի քիչ ավելի մեծ է գալիս, եթե օրինակ մեր քաղաքում որտեղ որ մնում էինք, միջին չեկը, որտեղ որ մենք կվերցնեինք յոգուրտ, որտեղ մենք կվերցնեինք ինչ-որ սլեշ, թարմրքով սարքած պաղպաղակ կվերցնեինք,
սուրճ կվերցնեինք, գազով ջուր կվերցնեինք, կկազմեր հենց այսքան կամ մաքսիմում 10 եվրո խոսքի, իսկ ստեղ 6 եվրո մի բաժակ սառը չայի համար, մեկ էլ մի հատ տոնիկ water-ի համար։ Հələ չափը նայեք։ Այնքան պուճուրա, որ գնում եմ հեսա ես այդ սառը չայ խմեմ։ Բայց ինչ խոսք սիրուն եմ։ Կփորձեմ մի հատ էլ դրոնիկա դտամ ստեղից, սենց անենք ու երևա սենց։ Եկ զեյթունը։ Եկ մարդիկ են նկարվում են տեսարանը։ Սպասք ենք մարդիկ գնան, որ մենք էլ նկարվենք, մի ուրախացի տենց։ Մեր ընկերը համար պետք չէ տոմս գնել, հաշիվ փակել, ինքը միշտ սուս պատրաստ է մեզ նկարի։ Albero bello։ Bella, ciao։ Սենց հետաքրքիր տեղ ենք եկել, ուրեմն որ վերցնենք սլեշ, տաղտաղակ ու այսենց մեծ հերթեր է, բացի են, որ հերթես կանգնում են տեղ, որպեսզի վճարես, մի հատ էլ հերթես կանգնում, որ վերցնես այս ամեն ինչ։ Աստորեն այս տեղը պատմական հետքել ունի, 1950-ական թվականներից գոյություն ունի։ Ստեղը նասր։ Я не меркантильная, могу и на полу сидеть. В Италии. Ու սրա համար ենք մենք եկել։ Դու գիտեի, որ այս տեղը 1950-ական թվականից գոյություն ունի։ Բա։ Albero bello-ի հայտնի կապուշկաներից մեկն ենք, անունը Martinucci, որը կայդեպ 1950 թվականից։ Եվ այստեղից ես վերցել եմ այսպիսի թվածկա բլիթ պիստաչոյու, իրենց հայտնի բլիթներից է։ Եկեք միասին degustation անենք, ցույց տանք բլիթից, խմորը համարյա հալվում է ձեռքերիս մեջ, ինձ թվում է հեսա բերանից մեջ էլ կհալվի։ Մենք նստած ենք հենց դրան դիմաց, որովհետև նստելու տեղ չկա։ Եվ այսպես գրացինք։ Allez, on va chercher une ice cream. Elle est où, Romy? Viens là, Romy, on va chercher. Пакетик, песочный десерт с кремом внутри и соусом пистачо. Մենք այդ քաղաքից դուրս եկանք, հիմա քայլում ենք երկար ճանապարհով քայլում ենք դեպի պարքինգը։ Շատ հետաքրքիր սիստեմ է, մտնում ես քաղաք, մի հատ պարքինգ է, կանգնում ես ու հետո իջնում ես ներքև։ Դեզետ։ Привет։ Привет. Привет։ Привет. Привет։ Մի հատ նայեք էլի։ Ասենք ճանապարհին հաստատ խանգարում էր այս ծառը, բայց չեն կտրել հենանից էլ այս ծառի։ Պրոստը ճանապարհը ամեն դեպքում երկու մասի է բաժանված, ասում եմ ոչինչ, նեղարեք, տեղարեք, ծառը թող մնա։ Ինչքան ճիշտ որոշում։ Հա, բայց մեր մոտ էլ հիմա ասենք ծառ չէ, էլի գյուղը կհեռացնեն ինչա թե դեռ ճամփա անցներ։ Բարի լույս։ Ինչպես միշտ մեզ մոտ նույն նախաճաշն է։ Այստեղ երթվում եմ ուրիշ բան չկա ուտելու։ Ու ռեստորանները հերթափոխով են աշխատում, այսինքն այս պահին շատ մեծ դժվարությամբ գտանք տեղ, ոստորձես ինչ է եղել, որը from breakfast to dinner է աշխատում։ Եվ եկեք ցույց տամ այստեղ ինչեր կան։
որ պատկերացնեք կրուասան, բրդուճներ, պիցցա, կարկանդակ այսպես Մենք հիմա ոտքով պետք է իջնենք դեպի այնտեղ Իսումա հայերը սովոր չեն սենց պլաժների, իրանց պետք է մաքուր, ծիրուն, Աղվաս։ հարթեցած, եգիպտական պլաժ։ Դե եգիպտականն էլ այդքան լավը չի, Մալդիվյան, ես կասեի Կիպրոսյան, Մալդիվյան։ Կիպրոսյան Մալդիվյան պլաժեր, արաբական պլաժեր, որ մեջ քար չնի, չցավասնի ոտքերը Եկանք աղազով ծով Տեսեք ինչքան խորտ ու բոտ Պետք է ինչ-որ տեղ գտնենք որ կարողանանք մենք էլ տեղավորվենք Դերավ ձեզ հաջող ենք ասում, մենք մտնում ենք ջուրը Նայք ինչ ունեմ։ Այդ պետք է միջև ստեգալը հարցնել իրականության Դե ես իմը չեմ փոխում Իմը սենց տենենց հարմար է, աստեի համար շատ մաքուր է ջուրը, մտանք, տեսնենք ինչ ջերմաստիճանի է Մենք մատերայում ենք, եկած չեկած որոշեցինք լանչենք, որովհետև այսօր բան չէինք կերեն աղմա։ Ժամը 8-ին ենք հացկել, 8-ից Ու չգիտեմ, նորմալ բան չկար, ստիպված սենց բաներ ենք վերցրել, բայց զատո տեսարանը հակում է ամեն ինչ։ Վերյախորժակ, Մամա միա սրտիկ ճակ, էր։ Դե ինչ ինտերնետը մեզ վախացնում էր անոմալ շոքով ամբողջ Եվրոպայի տարածքում նամանավատ ծովափինյա տեղերում Խնդրում եմ նկատեք այս հատակի փայլը դա լակ չէ Այդ փայլը անձրև է որ հենց նոր տեղաց Խնդրեմ շնորհակալություն պրեգո Իրականում ավելի լավ է այսպես, քան թե անոմալ շոկ Տրամադրությունները չեն գցում Վայ, вообще, շատ լավ է սենց Շատ լավ է ուղղակի Ավելի լավ Արուսիկա է այսպես Արուսիկը ճիշտ մի քիչ սննդից է դժգոհում երկրորդ օրն է արդեն որ նորմալ բան չի ուտում առաջարկեք Բայց լավ բան է, չափ Առաջարկեք ինչ կարա նա ուտի որ գոհ մնա Անհնար է, ես գոհ մնամ ուտելիքից Անհնար է շարապե Ահա Եկել ենք գեղամեջ Մեզ են կողմնա պետք գնանք կյանք երևի Ես երևի ամանորից մնացած միքեր Օ, նա ինչ սիրուն է Ահա, շատ սիրուն է, օ, շատ քեղեցիկն է Հաջիս Ես աստեղ գրած, ահա, դումոն դեպի եկեղեցի է տանում Հա, մենք երևի սենց մի հատ իշնենք, տեսնենք ինչ կա Դուրս եկանք մի գեղատեսիլ վայր Ծառերով շրջապատված Կանաչը շատ А, это юмор? Ай, боже мой Если нужно объяснять, то не нужно объяснять. Хорошо Ահա Դե բարձր կետ ապը Մեզ բարձր կետ է պետք Կարող է այսենց քայլենք ու այնտեղ Օ, լնայի, այնտեղ լնայի բալկոնը տեսար Հա Եկեղեցու մոտ կարող է քայլենք այնտեղ Սա քայլեցինք եկեղեցու մոտ մենք Այս կողմը վար պետք է քայլենք հետո ձախով բարձրանանք Ազիզ, բա որ այնտեղ բան չեղավ, ճամփա չեղավ, այդտեղ մի քիչ տարօրինակ է Այնտեղով է դումո էր տված ու եկեղեցին դեպի այն կողմ էր տալիս Նայ գնալու ենք ստեղ, մեկը ճամփեն իշնի, հետո այսքանը հետ գանք, որոշի Ասա Տերերերերերը Դավայ Մացեր որ նկարեմ ուզում Всё, ես նկարում եմ հաջող ձեզ Դե ինչ մենք բարձրացանք եկեղեցու մոտ Ես իրանց ամենահայտնի տեղն է
Ինչպես բոլոր իտալական քաղաքներում, ոչ միայն իտալական, իսկ թվում է եվրոպական քաղաքներում, տենց ինչ որ ասենք կենտրոնական եկեղեցու բակը համարվում է կենտրոնը, ու ըստ օրենքի պետք է հենց այստեղից բացվեր ամենաթույն, ամենասիրուն, ամենագժական, ամենախելագար տեսարանը, բայց պետք է ասեմ, որ չէ։ Այստեղից չի բացվում այդ գժական տեսարանը, այստեղից ցույց բացվում է քաղաքը ինչ որ ցենց վերևից, ոնց ասեմ, վերևից է երևում։ Այսպես տեսարանը բացվում։ Ոգեշնչող չի, ինչ ճիշտն է ճիշտ։ Ես կասեի ոգեշնչող կլիներ այն մարդկանց համար, ովքեր որ նախկինում Խնձորեսկում տուն են ունեցել, հենց նույնձև քարանձավների մեջ, շատ լավ միտք է, որովհետև նույնձև այս մարդիկ էլ այսինքն չեն հավաքի իրենց ավելի ցովքեն ու գնացեն նոր ինչ որ բան հիմնել, չնայած այն հետևը որ դուք տեսնեք, այո, այնտեղ հիմնած է։ Ամեն դեպքում շատ լավ միտք է Խնձորեսկը դարձնել Մատերայի քույր քաղաքը ու ինձ թվում է շատ ուժեղ ձևով կաշխատի նաև քարանձավային հյուրանոցների միտքը շատ ուժեղ է ու շատ բարձր արժեքներ ունի։ Մի խոսքով վերցրեք բիզնես միտք, տարածեք ու հավանաբար туриզմը կզարգանա հենց այդ կողմը, որովհետև ինքը համարվում է մի քիչ դժվար հասանելի տեղ ու շատ մարդիկ հաստատ չեն գա եթե չլիներ հյուրանոց, օրինակ եթե Խնձորեսկում հենց այդ ժայռերում լիներ հյուրանոց, լիքը տուրիստներ կգային ու կմնային, այդքանը չէին բարձրանա նույն օրը, էլի։ Հո, сейчас поставлю чаек։ Ինչ է եղել Արուսյակ ջան։ Հարցնենք։ Ciao. Enterprise, but yes, I think that I'm full. How much? It's we have a 40-minute tour, 60-minute tour, and a 1.5 hour tour. 40. It's 25 each person, 40 minutes. Okay. We Sanhin. could take. We have stops or no stops? We take one stop during the tour. Like we go to city to visit the whole Matera city. It's composed by 3 parts. The Civita part where we are now, and downstairs the Barisano, the Calogos. Yes. Ինչ ամեն օքեյ, գնանք։ Okay. I call my boss. Okay. Tapsa? Yes. Եկել ենք Իտալիա, ինչ գործ ենք անում, հետո չասեք հարուստեք։ Մաքրում ենք ինչ անենք էտել մեր բախտն է այդպես։ Հիմա պետք է ասենք տրանսպորտ նստես, գոնե փող պետք է տաս, փողը փոխարեն։ Andrea, posso partire con un tour di 40 minuti? Okay. It's Pahit. it's 50 euro, okay? Okay. Then usually 50 եվրո ենք տալիս, 40 րոպե մեզ կտտեն, okay? Մոտոյի նման բանը մոտո է, այս մոտոյի մոտորում է։ Այսպես նախանձվեք, տրակվեք սաղդ։ Ահա, մեղքեք։ Այո, կերազես նստեք, ստենց ման։ Պապա, դետքան փող չի տա նստես։ Ինձ թվում է կարիք չկա ես 40 րոպե նկարեմ այդ ամեն ինչը, հետո կգա կնստեք 40 րոպե կֆռակ, հա։ Կարելի է չէ անջատեմ արդեն վերջի։ Շնորհակալություն, հա։ Հիմա էլ ներքևից վերև ենք նկարում։ Այս քաղաքը ամեն կողմից նկարեցի, ջո։ Այդ սիրուն է, ինչ խոսք։ Ստեղ է սիրուն։ Դուրս ենք եկել երեկոյան զբոսանքի, արդեն մեր քաղաքում ենք։ Այսօր ուշ ենք գնալու, այսօր պետք է գտնենք փողոց, որտեղ երգում են ու պարում։ Բայց ինչ չի թվում, որ մենք տենց բան, ահա, ընդ համերգ է։ Սկսեց վերջապես երեք։ Գրողը տանի, գնացինք համերգի մասնակցենք։ Ասում էին բանն է, Վարդան Ուռոմյանի համերգն է ստեղնելու։ Գնանք հլը։ Տեսնենք։ Միջայլոց այս մեր քաղաքը մի քիչ ավելի ատմոսֆերնի է, ավելի ցենց ջերմա,
ավելի բարի մարդկանցով են, ավելի ապահով է։ Հաստատ։ Ինչ հերթատեր Աստված։ Վերջապես 4 օր էսի havաքում են ու մենք չգիտեինք Siruna. Simile accanto a te, perché anche nella 24esima edizione siamo stati insieme in un'altra location molto più ventilata, sempre qui a Polignano, però è sempre un'emozione fortissima. E devo dire ringrazio tutta l'organizzazione perché 25 anni fa, no? Polignano era una Էսի ուտելու փողոց է շորտ, ինձ գալիս են սաղ ստեղ լակի են անում, մեկ էլ ուտում են ուտեմ են անում, մեկ էլ լակի Ժոր, ուրեմն երեք էստեղը պահել էինք, որ ուզում ենք գայինք էստեղ հաց ուտենք, որտեղ ստեղ համ պաստա կար, համ սպագեցի, համ պիցա մի հատ շատ մեծ խնդիր է տեղի ունեցել Ես չգիտեմ այսօր ինչի է այսքան շատ մարդ կա, բայց այս մարդիկ հերթի մեջ սպասում են սեղան ազատվի նստի։ Ես չգիտեմ ուտելու համար արժի սպասել այդ հերթին, թե չէ։ Ինձ թվում է չարժի։ Գնանք միտեղ մի բան ուտենք, հանգստանանք։ Ապերոլն ու սանգրիան տարբեր բաները։ Սանգրիան իսպանական ազիս, գինիա մեջը քաղցր բաներ տենց էլի, գրասի։ Ուզում եմ հասկանամ այս մարդը որտեղից է հայտնի, իր այդ բոլորը նկարվում են։ Ոնց գտնենք էջը։ Վերջին ժամերն են Պոլինյանո ամառեում Կոշիկը սպոկվել է, էսի նշանակումը է, չէ, որսոք, էսի չեղով, թու Կկտացրա ջոստիկի ներկոտ կտզվի կյանքս Ժամերն են Պոլինյանո ամառեում, քիչ անց մենք գնալու ենք արդեն բարի, որտեղից էլ կթռնենք դեպի Հայաստան Պոլինյանո ամառեն ինձ համար իսկական բացահայտում էր, առհասարակ հարավը Իտալիայի իսկական բացահայտում էր, ոչ շատ պիկ տուրիստական, շատ հանգիստ, լիքը նոր բաներով, լոկալ ուտելիքներով, հետաքրքիր մարդկանցով տարբերվող, առհասարակ Պոլինյանոն մնալու համար իդեալական տարբերակ էր, պատկերացրեք մենք 4 գիշեր այստեղ ենք մնացել ու ընդհանրապես չենք ձանձրացել, չենք մտածել, որ կարող ենք ուրիշ քաղաքում մնալ կամ քաղաքից քաղաք տեղաշարժվել, որովհետև այստեղ որպես էպիկենտրոն հարմար է տեղաշարժվելու համար կողքի այլ քաղաքներ։ Մենք այս 4 օրերի ընթացքում եղանք Ալբերո Բելլոյում, Մետրեյում եւ այսօր եղել ենք Արջ ոնց էր այսօրվա անունը Մոնոպոլիում, մենք այսօր Մոնոպոլիում ենք եղել, բայց մենք շատ վատ վլոգերներ ենք եւ մոռացել ենք նկարենք Մոնոպոլիի մեր արկածները, իսկ այնտեղ մենք գնացել էինք Beach Club։ Մի քանի վիդեո այստեղ կդնեմ, որ պատկերացնեք ինչ սպիտակ, ավոս, կապույտ ջրի հետ էինք մենք այսօր օրը վայելում։ Շատ նման է Հունաստանի Սանտորինիին։ Մենք այնտեղ շատ վաղուց ենք եղել, բայց ինչ-որ նմանություններ ես ամեն դեպքում գտա։ Էսա Որը Պոլինյանո ամառեն սա է Այն ինչ պետք է դուք իմանեք այս քաղաքի մասին Նկատում եք սա հաճելի անակնկալչի ոտքերի համար, որ տեսեք մենք կարողանում ենք բոբիկ քայլել Շատ լավ ենք զբոսնել Սա նշանակում է, որ Արուսիկի կոշիկ պակին ուլ չատ Ես մտածել եմ բոբիկ, որտեղ այդ կոշիկը արդեն անհնար էր Ես հիմա ուզեմ չուզեմ պետքա նորից գնամ մեր վերցրած տուն, ընդեղից վերցնեմ ու գամ քո մոտ Իսկ եթե նոր կոշիկ առնենք Կանանք, ես քեզ առաջարկեցի, դու ասեցի չեմ ուզում նոր կոշիկ առնեմ Հիմա ուզում ես Այս պահին գիշերվա ժամը 3-ն է, արթնացել ենք 2-ին, 2:10 լքել ենք Պոլինյանոն համարը, բանալներ ուղղակի թողել ենք դրան մոտ, թաքսուն ենք վճարելու թողել ենք սեղանին ու դուրս ենք եկել,
Մոտ կես ժամ ճանապարհ եկել ենք դեպի Բարի, որտեղից է լինելու է մեր թռիչքը։ Ուրեմն ասեմ, որ Իտալիայի հարավի համար, այս հատվածների համար, հա, Բարի, Պոլինյանո, Ալբերոբելո, Մատերա եւ այլն, ձեզ պետք կգա ամուսին, ով գլուխ է հանում մեքենաների ռենթից, գտնում է իրենց վարձակալության այդ պարքինգները, գրանցում է, հետո ինչ որ տենց պարքինգի հարցելուծում, վճարումներն է անում, մի խոսքով Как максимум պետքա դուք այդ ամեն ինչից գլուխ հանեք, ինչը այդքան էլ հարմար չի, ճիշտ ինձ թվում, հա։ Ամեն դեպքում այս թևը ես չեմ պատկերացնում տրեյնով, բասով եւ այլն, ինձ թվում է բավականին բարդ կլինի, մեքենան ամեն դեպքում հարմար էր ու փրկություն էր։ Հիմա այստեղ մենք մեր ճամփրուկով սպասում ենք, որ մեզ կոալա պարքինգից, հա, որտեղից վերցրել ենք մեքենան, մեզ տրանսֆեր անեն դեպի այրապորտ, որտեղից է մենք արդեն կլեկենք Իտալիան։ Բայց դա միակ փոքրիկ խնդիր է առաջացել, տրանսֆերը նախատեսված էր ժամը 4-ին, իսկ մենք չենք ուզում 1 ժամ այս պարքինգում սպասենք, հիմա ուզում ենք փորձենք, նենց անենք, մենակ մեր համար արագ կազմակերպեն տրանսֆեր։ Փոխ կորավ մենք պետք է եւս 1 ժամ սպասենք, որ մեզ անվճար շաթլով տանեն հասցնեն այրապորտ, այն պարքինգից, որտեղից մենք վերցրել ենք մեքենան, կամ պետք է տանենք 35 եվրո եւ կանչեինք տաքսի։ Բնականաբար մենք ընտրեցինք առաջին տարբերակը, ու հիմա մեզ զբաղացնելու համար այստեղ մի հատիկ մոլորված ապարատադրած վկուսնաշկերտով որոշեցինք մի քանի բան վերցնել, բզբզալ, որ հանկարծ քնով չանցնենք, որովհետև որ քնով անցնենք, հաստատ լավ չի լինել։ Grazie mille։